Միացման գաղափարը ժողովուրդը պաշտպանեց եւ սկսված ստորագրահավաքին կոնդենսատորների գործարանում, որտեղ տիկին Արմիդան էր աշխատում, մասնակցում էին աներկբայորեն։ Նույն ոգով նաեւ Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին հանրահավաքին մասնակցեցին ու սկսվեցին արտահերթ նստաշրջանի նախապատրաստությունները, որը պիտի ամրագրեր ժողովրդի պահանջը։ Մարզկոմի անդամների հետ անձամբ հանդիպեց Ստեփանակերտ ժամանած Քամրան Բաղերովը։ Բագիրովը եկավ Մարզկոմի անդամների մեկ-մեկ իր կողքը հրավիրեց, մեկ-մեկ սպառնում էր, որ այդ սեսիան չկայանար։ Երթը եկավ ինձ, մեկ-մեկ քինումքին ասաց, որ դու Ադրբեջանի կոնստիտուցիային ծանոթ ես, չեմ հիշում, որ գետի հակասում էր սեսիային, ես միայն այդ ասացի, որ հատե հրապարակում լեփ-լեցուն էր ժողովուրդը։ Ցույցեր էին անում, ասում ես իմ ժողովրդի կողմից ընտրյալում եւ իրանց կամքը պիտի կատարիմ։ Ոչ համոզելու փորձերը, ոչ սպառնալիքները, ոչ փակ ճանապարհները չկարողացան հետ պահել ժողովրդի ընտրյալներին։ Մարզկոմի անդամները գիշեր ցերեկ աշխատավայրում էին եւ ցնծությամբ էին ընդունում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած ու մարզկենտրոն հասած պատվիրակներին։ Բոլոր ճանապարհներն փակ, մեկը կյամավոր խանումը կամ մի հոգի լավելացա, բոլորը թա ինչ վիճակում են լալ հոգեկան։ Այդ իսպալկոմի անդամներն շուշ լա դեղն խմում սրտի։ Կոնդենսատորների գործարանի բանվորուհի Արմիդա Գաբրիելյանը պատմական նստաշրջանում ելույթ ունեցավ երկրորդը։ Ինչ ասել այդ օրը հիմա մանրամասն չի հիշում, փոխարենը լավ հիշում է հրապարակում հավաքված ժողովրդի արձագանքը։ Մարդիկ, ովքեր բազմաթիվ պաստառների կողքին նաև այսպիսինն էին պարզել, падգամավորներ, կատարեք մեր падգամները, ելույթ ունեցողներին լսելու հնարավորություն ունեին։ Հրապարակում բոլորը լաց էին լինում իմ ելույթից։ Այդպես էլ ասում էին կոնդենսատորների գործարանի դեպուտատը Հանց Խոսալա ժողովրդի սրտից։ Միտինգավորները սակայն իրենց սրտից խոսած падգամավորին այնքան էլ բարեհաճությամբ չընդունեցին, երբ որոշումը կայացնելուց հետո դուրս եկավ շենքից։ Որոշումը կայացված էր, բայց կնքված չէր, կնիքը չկար։ Այդ ժամանակ մարզկոմի անդամները որոշեցին օգտագործել իրենց իրավունքը եւ որոշումը վավերացնել իրենց ստորագրությամբ։ Ստորագրումը մեծ ուրախությամբ, ստորագրումը դուրս եմ գալիս թե տուն գամ վերջում ուշ այս ժողովուրդն ասում է ինչ են արել, ասում դե հասես պիչատը տրյալ չոսիպովը որոշալն կհասեք իսպալկոմի անդամների ստորագրությունը պեչատի ուժ ունի, հələ մի քիչ էլ ավել, թակալն իսկականից թակալն, հա, այդ 10 շկոլի մի դասատու այլ ասում է, այդ դու դուրս ես եկել ու մեզ խափում, այդ ու մեզ խափում, մեկ սուր չկնան, զորա մի բարեկամ ալ, դե եկալ իրանցանա անջատալ ինձ։ Այդ պահին դժվար էր, բայց տիկին Արմիդայի խոսքում վիրավորանք չկա։ Մարդիկ հուզված էին, լարված, բայց իրար հանդեպ լցված սիրով։ Նիստից հետո մծ շատ լավն ունտանալ, շատ գոհ, ուրա, լսումս թա մեկնաս մակինանք, սև ոչխար մորթինք, մեկնաս մակինանք ստի մատաղանիք, մեկնաս մակինինք ստի հացկերուտ, ճաշկերուտ պատրաստինք, շատ ոգևորված ունելան, շատ, այդ նիստից հետո։ Ժողովուրդը գիտես հավատալն, որ այդ նիստը ինչ որ ամենավճռորոշ պենն է, որ կայացալա վերջ, կարող է և Ադրբեջանից անջատվեցինք, վերջ։ Փետրվարի 20-ի որոշմանը խորհրդային իշխանությունը չտվեց այն արձագանքը, որին սպասում էին Լեռնային Ղարաբաղում։ Սկսվեց դավանած գաղափարախոսությունից հիասթափվելու շրջանը, ինչն ավելի ուժեղացրեց հավատն ազգայինի հանդեպ։ Սկսվեց նաև որոնումների ժամանակը։ Նորից նստալը մտածալ ինչ պիտի անի, շարունակությունը ոնց պիտի լինի, ոնց միջև այս պատերազմի սկսվելը համարյա մուկ ամեն օր այնլալ մտածելիս ոնց անին իլալա որ սեսիա ոչ թե այդ շենքը մնքրալ քեցան գործսովետի подвалом նրալ գործսովետի подвалը անենդը դի շատ դժվար պատմելի չի ինչ դժվար օրեր ալա դա պիտի տեսնաս որ գիտես։ Տիկին Արմիդան շարժման թեժ ու տաք պահերը այսօր էլ հիշում է սիրով, բայց վերապրել հաջորդած դաժան օրերը չի ցանկանում նույնիսկ մտովի։ Ադրբեջանից անջատ ապրելու որոշումը ճիշտ էր ոչ միայն այն պահի, այլև ապագայի համար։ Այս համոզմունքը կոտրել 88-ին հաջորդած դժնդակ օրերը չեն կարողացել։ Դիպեն հնարավոր չի։ Ոչ մեկը մտքով չկնալ, որ կարող է Ադրբեջանի կազմում որոշ ժամանակ էլ դա հնարավոր չի։ Դիպեն մտածում չի։ 88-ի փետրվարյան օրերի ժառանգությունը Արցախի ազատությունն է, որ պատմական որոշման հեղինակները կտակում են հետնորդներին։ Տիկին Արմիդան երազում է փոխանցել նաև ոգին։ Մարդկանց նկատմամբ սերը, հավատը, միասնությունը, հարգանքը չեմ կարող պատկերացնել մեկը մյուսի հետ անհունցալիս, ջուր տրնալիս է կարելի է ասած այն ժամանակ։
Լուսինա Ավանեսյան, Բենիկ Արախանյան, օր։